սկսած այսօրվանից ամեն օր ժամը 11-ին մենք հավաքվելու ենք նախագահական նստավայրի մոտ, ամեն օր, մինչև որ մեր պահանջը չկատարվի։ Ճիշտ է, այո։ Այսօր մենք պիտի հիշենք նաև մեկ շաբաթ առաջ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո ողջ մնացած փոքրիկին, ով 3 մահացել է։ Մենք էլի 1 րոպե լռությամբ կհարգենք իր հիշատակը։ Այսօր այստեղ կկանգնենք լուռ, առանց բարկանկումների, որովհետև այո, մենք համախումբ ենք մեր ամբողջ ազգի հետ և հավասարաչափ ողբում ենք այդ ընտանիքի կորուստը։ Մենք ամեն անգամ, երբ հավաքվել ենք անցած տարվա ընթացքում, այլ տարիների ընթացքում, նախորդ 4 տարիների ընթացքում, միշտ առաջնահերթ խնդիր ենք դարձրել Նայիրիտի աշխատելու հարցը, վերագործարկման հարցը։ Սակայն այսօր, երբ բոլորը ստացել ենք ծանոթագրեր, փետրվարի 6-ից գործից կրճատվելու վերաբերյալ, մեր առաջնահերթ խնդիրը դառնում է աշխատավարձերի վճարումը, իհարկե չենք անտեսում նաև այն փաստը, որ մեզանից յուրաքանչյուրը ուզում է, որ Նայիրիտը նորից աշխատի, կարծում եմ չեմ սխալվում։ Բայց ամսի 6-ից 2200 մարդ հայտնվելու է գործազուրկի կարգավիճակում և իր հետագա կյանքը կարգավորելու, աշխատանք գտնելու, իր կենցաղը ապահովելու համար նրան անհրաժեշտ է աշխատավարձ, փող, ինչը ինքը ունի, Նայիրիցին փող ունի, որը պարզապես պիտի ստանա։ Եվ դա ստանալու համար, քանի որ այս պահին մենք ունենք մեր իշխանությունների շատ կտրուկ դիրքորոշումը, անորոշ ժամկետով հետաձգել դրա վճարումը, կարծում ենք մենք պետք է մեր պայքարի, միահամուռության, միասնականության միջոցով ցույց տանք, որ մենք պահանջատեր ենք եւ չենք պատրաստվում լրացնելու աղքատների շարքերը, ոչ էլ գործազուրկների։ Մենք ուզում ենք մեր աշխատավարձը եւ դրա համար պիտի պայքարենք մինչեւ վերջ։ Հավաքվում ենք ամեն օր ժամը 11-ին այստեղ։ Մնում ենք այքան, մինչեւ համակարգող խմբից որևէ մեկը կասի, որ պետք է գնան։ Ուրեմն այս երկրում ամեն մախինացիա կատարում օրենքի համաձայն, սահմանադրության դրույթներով։ Բայց որ պետք է աշխատողին աշխատավարձ վճարեն, այդ օրենքը չկա։ Աշխատանքային օրենսգիրքի 130 հոդվածը չի աշխատում։ Չի աշխատում։ Աշխատում է մենակ ռասչոտ, մենակ դուրս անեք աշխատանքից, ոչ մի պատասխանություն չեն տալիս, ոչ մի պատասխան չեն տալիս։ Այս 3000 հոգի, որ հավաքվել են, հələ 3000 չի, հաշվեք մարդու 4-ից 5 հոգին տալի։ Մի 15000 հոգու կծմեն բախտի կմաչուկին։ Սոված, զմերը, այս սոված զմերը, ցուր, ոչ կոպեկ կա, ոչ վառելիք ունեն մարդիկ, ոչ ուտելիք ունեն։ Ոնց են ապրելու։ Այդ հարցրեք ձեր լրատվամիջոցներով կառավարության։ Քանի ամսվա աշխատավարձ չեք ստանում։ 18-ից մինչև 24 ամսվա աշխատավարձի պարզ կա։ Նայած ում։ Մարդկա 24 ամիս աշխատավարձ չի ստացել։ Ամեն ինչ անում են, որ իրաց ուսերից կծեն ցած։ Երբ խոստացնում ես օպերատոր ենք ման գալիս, օպերատոր չի։ Այո, այդ հիմա այդպես կուլտուրական են ասում, հիմար են ման գալիս, էշ։ Որ իրանց բերեն փող աշխատացնեն, համը փող առնեն իրաց ձեռից։ Մարդիկ է խելոքացել են, չեն ուզում իրաց միլիոնը դնեն սրանք ուտեն։ Իրանք էլ մարդ չեն ճարում։ Բայց եթե դու կառավարություն ես, ու բաժնետոմսերի 10%-ը դու ես սեփականացել։ Դու քո ժողովրդի մասին չես մտածում։ Մոզամբիկից պետք է գան մտածել։ Ամսի 6-ի համար 3000 հոգու հետ մեկտեղ ես էլ եմ այդ սև թուղթը ստացել։ Կրճատման թուղթերը, սև թուղթը, այո, միլիոնատերի սև թուղթը, կրճատում չի, ազատել աշխատանքից, բոլորին, անխտիր։ Ամեն ինչ կա աշխատանքային օրենսգրքի այս հոդվածի, այս կետի համաձայն։ Բայց որ աշխատանքային օրենսգրքի 130 հոդվածի մեջ տված է, որ աշխատանքային 2 օրվա ընթացքում պետք է վերջնահաշիվը տա, ու հաշվապատվությունից ես իմ գումարը ստանամ, ոչ մի խոսք։ Կա որևէ մեկի մոտ այդ թուղթը։ Վերեք թող ցույց տան, որ ամեն ինչը գրած է օրենքով։ Միայն մի բան չկա գրած։ Մարդկանց աշխատավարձը վերջնահաշիվը երբ են տալու։ Այսինքն չեն տալու։ Մեր նախարարը հայտարարում է գնացեք նպաստ ստացեք,
Մյուսը ասում է ես չգիտեմ, մեր դրությունն էլ այդքան լավ չի, նոր տարին մեկ էլ ոնց հասկացին չգիտեմ ոնց, մեզ վրա ուշադրություն դարձնում են որ գցեն։ Կծված են, ինչ որ մեկ օր ուշադրություն դարձնեն որ գցեն։ Գարցյան ինչ է, տաղոյս կառավարության, ղեկավարության, ամեն օր գար կանգնենք, ոչինչ չենք ստանալ, բայց հուսներից չենք կտրում։ Մեր արդար կրտինքն ենք ուզում, մենք ոչինչ չենք ուզում։ Թող մեր կողոտան գործարներ իրանց լինի, մեզ պետք չէ։ Դուք քանի ամսվա աշխատավարձում եք ստանալ։ 18 ամսվա։ 40 տարվա աշխատող եմ։ Ավել։ Նախարարի դիրքորոշումը մինչև այս պահը շատ հստակ է, 1 ամսվա աշխատավարձ եւ այլևս ոչինչ։ Կաջակցեմ, կօգնեմ, կլսեմ, կփորձեմ հնարավոր միջոցներ գտնել։ Ժամկետների մասին ոչ մի խոսք, հնարավորությունների մասին ոչ մի խոսք։ Միակ հնարավորությունը համաշխարհային բանկի աուդիտն է, որի արդյունքները մենք կարող ենք արդեն կանխատեսել ըստ էության, բայց անցկացվում է աուդիտը։ Այս պահին դեռ չի անցկացվում, երբ կանցկացվի անհայտ է, մարդիկ 2 շաբաթից հայտնվելու են գործազուրկի կարգավիճակում առանց 1 կոպեկի գրպանում։ Ամենադաժանը նայրիցների համար դա է։ Կրճատումների դեմ ոչ ոք չի բողոքում, կրճատումները օրինաչափ էին եւ ավելի շուտ պիտի արվեին, մարդիկ բողոքում են իրենց աշխատավարձը չստանալու համար։